Օրվա կարևոր նորություններն է ներկայացնում Հորիզոն լրատվականը հունիսի 19-ը հինգշաբթի։ Հայաստանում Եվրամիության դեսպան Վասիլիս Մարագոսը և Եվրամիության անդամ պետությունների դեսպաններն այցելել են Հայաստանի Սյունիքի մարզ։ Այս մասին հաղորդագրություն է տարածել Եվրամիության պատվիրակության գրասենյակը։ Այցի ընթացքում դեսպանները նախատեսել են մարզային տեղական իշխանությունների ներկայացուցիչների և գործընկերների հետ հանդիպում։ Թուրքիայում Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի հանդիպում նախատեսված չէ։ Այս մասին հայտնել է վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը։ Հիշեցնենք, որ Էրդողանի հրավերով հունիսի 20-ին վարչապետ Փաշինյանը մեկնում է Թուրքիա։ Վարչապետը նշել է, որ այցի օրակարգի վերաբերյալ կլինի համատեղ հայտարարություն։ Ավելի վաղ ազգային ժողովի նախագահը ընդգծել էր, որ վարչապետի այցը Թուրքիա պատմական է, որովհետև Հայաստանի Հանրապետության ղեկավարն առաջին անգամ նման մակարդակի այց է իրականացնելու։ Հայ գործարար Սամվել Կարապետյանը 2 ամսով կալանավորվել է 3 ուշ երեկոյան 3 ժամ տևած նիստից հետո դատարանը Կարապետյանին կալանավորելու որոշում է կայացրել։ Հիշեցնենք, նրա նկատմամբ խափանամիջոց կալանք կիրառելու միջնորդությունը դատարան ներկայացրել էր քննչական կոմիտեն։ Քննչական կոմիտեում Սամվել Կարապետյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում էր հարուցվել։ Վարույթը նախաձեռնվել էր Կարապետյանի հարցազրույցից հետո նրան մեղադրանքի առաջադրվել իշխանությունը զավթելու հրապարակային կոչեր հնչեցնելու հոդվածով։ Սամվել Կարապետյանը տեղափոխվել է Արմավիր քրեակատարողական հիմնարկ։ Մինչ այդ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները խուզարկել էին Ռուսաստանաբնակ գործարար Սամվել Կարապետյանի առանձնատունը։ Իրանական հրթիռներից մեկն ընկել է իսրայելական Բեերշևա քաղաքի հարավում գտնվող Սորոկա հիվանդանոցի վրա։ Այն Իսրայելի ամենամեծ կլինիկաներից մեկն է համարվում։ Ուղիղ հարվածներ են եղել նաև Թել Ավիվում և Հոլոնում, զոհերի թիվը դեռ հայտնի չէ։ Հրթիռային հարվածները զգալի վնասներ են հասցրել։ Առավոտյան Իրանը մոտ 20 հրթիռներով հարվածել է Իսրայելին, հայտարարվել է օդային հարձակման տագնապ։ Լրատվամիջոցները հայտնում են, որ ուժեղ պայթյուններ են լսվել միաժամանակ մի քանի իսրայելական քաղաքներում։ Նախնական տեղեկությունների համաձայն մոտ 65 մարդ վիրավորվել է։ Զոհերի մասին տեղեկություններ չկան։ Հարվածից հետո իսրայելական բանակը հայտնել է, որ Իրանից նոր հրթիռների արձակում է արձանագրել։ Պաշտպանական համակարգերը աշխատում են սպառնալիքը կասեցնելու ուղղությամբ, հայտնել է Պաշտպանության նախարարությունը սոցիալական ցանցերում։ Իր հերթին իսրայելական պաշտպանության բանակը հարվածներ է հասցրել Իրանի 3 քաղաքներում գտնվող միջուկային օբյեկտներին, հաղորդել են տեղական լրատվամիջոցները և իսրայելական բանակը։ Առաջին հարվածը հասցվել է երկրի կենտրոնական մասում գտնվող Արաք քաղաքի թիրախներին։ Այնտեղ կա միջուկային համալիր, այդ թվում ծանր ջրի գործարան։ Իսրայելը պնդում է, որ հարվածել է չգործող միջուկային ռեակտորի։ Հարձակման է ենթարկվել նաև Խոնդաբայի ծանր ջրի ռեակտորի տարածքը։ ԻՐԻԲ-ի տվյալներով օբյեկտի վրա ընկել է 2 հրթիռ ևս մի քանի հրթիռ, ոչնչացվել է ՀՕՊ համակարգերի կողմից։ Կառույցի աշխատակիցներին նախապես տարհանել են, արտահոսքի սպառնալիք չկա։ Ավելի վաղ Իսրայելի պաշտպանության բանակը նաև հայտարարել էր, որ հարված է հասցրել Նաթանզի օբյեկտին, որտեղ ենթադրաբար աշխատանքներ են տարվում միջուկային զենքի մշակման ուղղությամբ։ Իրանի ատոմային էներգիայի կազմակերպությունը հաստատել է հարվածների մասին լուրերը և տեղեկացրել ատոմային էներգիայի միջազգային գործակալությանը։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը 3 Սպիտակ տան դիմաց լրագրողների հետ ունեցած ճեպազրույցում հրաժարվել է հստակ ասել, թե արդյոք որոշում է կայացրել Իսրայելի օդային գործողություններին միանալու վերաբերյալ։ Կարող է անեմ, կարող է չանեմ, այսինքն ոչ ոք չգիտի, ես ինչ եմ պատրաստվում անել, ասել է նա։ Ավելի ուշ Թրամփը հայտնել է, որ իրանական պաշտոնյաները ցանկացել են Վաշինգտոն գնալ բանակցությունների համար եւ հավելել. մենք կարող ենք դա անել, բայց հիմա արդեն մի քիչ ուշ է դրա համար։ Իրանը գրեթե ամբողջությամբ անջատված է ինտերնետից, հայտնել է NetBlocks կազմակերպությունը, որը վերահսկում է ինտերնետային կապերը և կիբերանվտանգությունը ամբողջ համաշխարհային ցանցում։ Տվյալները ցույց են տալիս, որ Իրանը համացանցից անջատված է եղել ավելի քան 12 ժամ։ Իրանի իշխանությունները անջատել են ինտերնետը ամբողջ երկրում կանխելու համար ցանցի օգտագործումը Իսրայելի կողմից, հաղորդել է NetBlocks-ը։ Իրանի և Ռուսաստանի ռազմավարական գործընկերության համաձայնագրում պաշտպանության ոլորտի հետ կապված որևէ դրույթ չկա։ Հայտարարել է Ռուսաստանի Դաշնության նախագահը, պատասխանելով Թեհրանին հնարավոր ռազմական աջակցություն ցուցաբերելու վերաբերյալ հարցին։ Մեր իրանցի բարեկամներն անգամ չեն էլ խնդրում մեզ նման բան, այսպիսով փաստացի քննարկելու բան չկա։ Մի ժամանակ մենք առաջարկել ենք մեր իրանցի բարեկամներին համագործակցել հակաօդային պաշտպանության համակարգերի ոլորտում, սակայն մեր գործընկերներն այդ ժամանակ մեծ հետաքրքրություն չեն ցուցաբերել, եւ այդքանով էլ ավարտվեց քննարկումները։
Հարցին, թե ինչպես կարձագանքի, եթե Իսրայելը եւ ԱՄՆ սպանեն Իրանի գերագույն առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեին, Պուտինը պատասխանել է, թե չի ուզում անգամ քննարկել այդ հնարավորությունը։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ, սակայն պարզ չէ, թե ով կստորագրի փաստաթղթերը։ Այս մասին Պուտինը հայտարարել է միջազգային լրատվական գործակալությունների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ։ Մենք պատրաստ ենք հանդիպելու եւ ի դեպ ես ասացի, որ պատրաստ եմ հանդիպել բոլորի հետ, այդ թվում Զելենսկու հետ։ Այո, հարցը դա չէ։ Եթե ուկրաինական պետությունը վստահում է ինչ-որ մեկին բանակցություններ վարել, Աստծո սիրուն, թող լինի Զելենսկին, բայց հարցը դա չէ։ Պուտինը կրկին անդրադարձել է Կիևի ներկայիս իշխանությունների լեգիտիմության հարցին, նշելով, որ լուրջ հարցեր լուծելու համար կարևորը քարոզչական բաղադրիչը չէ, այլ տեսականը։ Նա հիշեցրել է, որ Ուկրաինայի սահմանադրության համաձայն երկրի նախագահը ընտրվում է 5 տարով եւ նույնիսկ ռազմական դրության պայմաններում այն երկարաձգելու որևէ միջոց չկա։ Ռուսաստանի նախագահը հավելել է, որ եթե պետության առաջին դեմքը ոչ լեգիտիմ է, ապա պետության ղեկավարի կողմից նշանակված ամբողջ իշխանության համակարգը նույնպես դառնում է ոչ լեգիտիմ։ Նա եւս մեկ անգամ ընդգծել է, որ չի հրաժարվում բանակցություններից, բայց դեռ շատ աշխատանք է պետք կատարվի։ Ադրբեջանի եւ Բելարուսի ռազմաօդային ուժերի հրամանատարները բանակցություններ են վարել Բաքվում։ Նամիկ Իսլամազադեն եւ Անդրեյ Լուկյանովիչը քննարկել են բելարուսա-ադրբեջանական ռազմական համագործակցության հիմնական ուղղությունները եւ դրա զարգացման ծրագրերը։ Մինսկում տեղի ունեցել Ադրբեջանի եւ Բելարուսի պաշտպանության նախարարությունների ղեկավարների հանդիպումը։ Զաքիր Հասանովը եւ Վիկտոր Կրենինը քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցեր, ռազմական համագործակցության զարգացման հեռանկարներ եւ այլն։ Ալաղալաչյան, Հորիզոն։ Մոսկվայում ավարտվել է միջազգային ջազ փառատոնը, որին մասնակցում էին ավելի քան 1000 երգիչներ ու նվագախմբեր ողջ Ռուսաստանից, ԱՊՀ երկրներից, Եվրոպայից եւ Միացյալ Նահանգներից։ Փառատոնն անցնում էր հայտնի ջազմեն Իգոր Բուտմանի գլխավորությամբ, իսկ Հայաստանն այս տարի փառատոնին ներկայացրել է Արցախի ջազ նվագախումբը, որն Արցախի հայաթափումից հետո միայն վերջերս է վերամիավորվել։ Մոսկվայից մեր սեփական թղթակից Վայ Ավանեսյանի տեսանյութը Արցախցի ջազ նվագախմբի ելույթների ու դրանց նախորդած ադրբեջանական դիվանագիտական լուրջ հակազդեցության մասին է։ Ռուսաստանի այս ամառվա գլխավոր երաժշտական իրադարձությունը Մոսկովյան ջազ փառատոնն է, որը ընթանում է մայրաքաղաքի գլխավոր զբոսայգիներում, որոնցից կենտրոնականը այստեղ է, Զարյադյայում, Կրեմլի անմիջական հարևանությամբ, եւ այսօր այստեղ ելույթ է ունենում Արցախի ջազ համույթը։ Բնականաբար այդ ելույթը քաղաքական ենթատեքստ ունի եւ ադրբեջանական դեսպանատունը մեկ շաբաթ շարունակ ջանք չէր խնայում, որպեսզի կասեցնի Արցախ ջազ համույթի ելույթը Մոսկվայում, սակայն ելույթը այս պահին այնտեղ շարունակվում է։ Արցախի ջազ նվագախումբը վերամիավորվել է այս տարվա ապրիլին Մոսկվայում գործող Դիալոգ հասարակական կազմակերպության աջակցության շնորհիվ։ Կազմակերպության ղեկավար Յուրի Նավոյանի առաջարկով նվագախումբն ընդունել է Մոսկվայի ջազ փառատոնի մասնակցության հրավերը, որից հետո սկսվել են դիվանագիտական հարձակումները Ադրբեջանի կողմից։ Հայտնի է, որ Ադրբեջանի դեսպանությունը բողոքել էր Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությանը, որպեսզի Արցախ նվագախմբի ելույթը հանվի փառատոնի ծրագրից, ինչպես նաև Կազլովի ջազ ակումբում հանդես գալուց։ Բայց մեր կազմակերպությունն էլ իր դիրքերն ունի Մոսկվայում եւ մեզ հաջողվել է համոզիչ փաստարկներով ռուսաստանյան պետական օղակների մոտ ավելի համոզիչ լինել եւ չեզոքացնել ադրբեջանցի դիվանագետների աշխատանքները։ Եվ այսպիսով Արցախ ջազ նվագախմբի մասնակցությունը Մոսկովյան միջազգային ջազ փառատոնին ստեղծում է դրական նախադեպ, որը կարող է ճանապարհ բացել հետագայում ռուսաստանյան համանման հարթակներում արցախյան մշակութային եւ հասարակական կառույցների ներգրավվածության համար։ Մոսկվայի ջազ փառատոնի մասնակիցներին հնարավորություն է տրվում ելույթ ունենալ բացօթյա բեմերից մեկում եւ եւս մեկ ելույթ ջազ ակումբում։ Արցախի նվագախմբի վերապահված էր մեծ առավելություն։ Նրանց ելույթը եզրափակում էր գլխավոր բեմի համերգային ծրագիրը։ Համերգը սկսելուց ակնթարթներ առաջ Շանթերուստանկերության հետ իր զգացմունքներն է կիսում նվագախմբի հիմնադիր ու դիրիժոր մաեստրո Տիգրան Լալայանը։ Հիմա մեզ կանչում են արդեն պիտի բեմ դուրս գանք, արդեն Ինչ որ նշանակություն կարևոր տեսնում եք այս ելույթի մեջ։ Մեծ նշանակություն, որտեղ մենք հիմա մասնակցում ենք բավականին լուրջ
Փառատոնին, ասինքն միայն մեկ big band, որ ներկայացնում է Հայաստանից Արցախ անունով, ու այդ մեծ սիմվոլիկ հատկանշանական իմաստ ունի, ու հիմա մենք ելույթով հանդես կգանք մեծ հանդիսատեսի առջև, որպես մեր հայկական ոճի ներկայացուցիչ։ Մոսկովյան իրենց ելույթի համար Տիգրան Լալայանն ընտրել էր ջազի համաշխարհային գոհարները, համեմելով դրանք հայ կոմպոզիտորների երգերով՝ Ռոբերտ Ամիրխանյան, Արտեմի Այվազյան, Ալեքսանդր Աճեմյան, Կոնստանտին Օրբելյան։ Մոսկովյան հանդիսատեսը մեծ ջերմությամբ էր ընդունում Արցախի ջազ նվագախմբի բոլոր համարները, երկար ծափերով ոգևորելով երաժիշտներին։ Ադրբեջանցիները հավանաբար հասկացել էին, որ այս մթնոլորտում սադրանքի դիմելը կլինի ի վնաս իրենց։ Ուստի ելույթի ժամանակ ոչինչ չէին ձեռնարկել, ու համերգը թե որակապես, թե կազմակերպչական առումով անթերի անցավ։ Արցախ, Տիգրան Լալայան, Արմենիա։ Հաջորդ օրը Արցախի նվագախումբը ելույթ էր ունենում հեղինակավոր ջազմեն Ալեքսեյ Կազլովի ակումբում։ Ջազ ակումբում մթնոլորտն ավելի կամերային էր, ու այստեղ արցախցիներին միացավ հայտնի ու սիրված երգչուհի Մարիամ Մերաբովան։ Հայաստանը ավանդաբար ջազի ամենաուժեղ դպրոցներից մեկն ունի։ Ինձ համար նվագախմբի անունը Արցախ առանձնակի նշանակություն ունի, ու ես միանգամից եմ արձագանքել։ Մենք վաղուց էինք Տիգրանի հետ կապի մեջ, դեռ պատերազմից առաջ։ Ծրագրում էինք համատեղ համերգ տալ Արցախում։ Այժմ նվագախումբը վերականգնվել է, երիտասարդացել է, հավաքել ենք շատ տաղանդավոր երաժիշտներ, ու մեր պարտքն է նրանց աջակցել ու հավատալ։ Տաղանդավոր երիտասարդներ, հիանալի մաեստրո, ես պատրաստ եմ միշտ նրանց նեցուկ լինել։ Պետք է նշել, որ Ալեքսեյ Կազլովի ակումբի տնօրինության վրա նույնպես ճնշումներ են գործադրվել։ Հեղինակություն վայելող տարբեր ադրբեջանցիներ են դիմել, մեկ սպառնալով, մեկ խնդրելով չթույլատրել խմբի ելույթը։ Վերջին առաջարկը եղել է համոզել երաժիշտներին գոնե այլ անվան տակ ելույթ ունենալ, բայց թե հրավիրող կողմը, դիալոգ հասարակական կազմակերպությունը, թե նվագախումբը նման առաջարկները նույնիսկ չեն դիտարկել։ Արցախ անունը մեր դեպքում ինչ լինելու է, ինձ թվում է այդ ամբողջը ավելի խոր արմատներ ունի, որ մենք պարտավոր ենք պահպանենք։ Ես ինքս ծնվել եմ Ստեփանակերտում, ինքս ապրել եմ իմ ընտանիքս երաժշտական, մենք եկել ենք մեր Աստծո տված միսիան շարունակենք։ Վահե Հովհաննիսյան, Կոնստանտին Չուգրեև, Էդգար Հովհաննիսյան, Մոսկվա, Շանթ Նյուզ։ Վայ այս տպավորիչ տեսանյութից հետո հավելենք, որ Արցախի ջազ նվագախմբի ամբողջական ելույթը շուտով կարող է դիտել Շանթ Պրեմիում եւ Շանթ Մյուզիկ ալիքներով։ 15 հագուստ, որոնք պատկանում են կանանց եւ երեխաների Գյումրիի երիտասարդական պալատում կողք կողքի ներկայացված են որպես դաժան պատմությունների խորհրդանիշներ։ Առաջին անգամ բռնության զոհերին պատկանող հագուստները ներկայացվել են անտեսված խորագրով ցուցադրությունում, որտեղ լռություն ամենաուժեղ ձայնն է։ Հագուստները, որոնք խոսում են տեսած, բայց անտեսված բռնության դրվագներից, սրանք պատմություններ են մեր կողքին ապրող մարդկանց մասին։ Պատմություններ են, որոնցից ոչ ոք ապահովագրված չէ։ Ոչ էլ մենք կարող ենք լինել, քանի դեռ լռությունը շարունակում է պաշտպանել բռնությունը։ Մեկ շաբաթ տևող ցուցադրությանը հաջորդելու է նաև թեմաներով դասընթացներ, որոնք Գյումրիի երիտասարդական պալատի հետ իրականացնում են Շիրակի մարզի դատախազությունը, անչափահասների շրջանում իրավախախտումները կանխարգելելու, դրանք ծնող պատճառներն ու կատարմանը նպաստող պայմանները վերացնելու նպատակով իրականացվող միջոցառումների ծրագրի շրջանակներում։ Հագուստների վրա ցուցադրության են բոլոր տեսակները, որոնց Մենք երկար էինք մտածել ոնց հավաքագրենք հագուստը ու մենք հասկացանք, որ ամենաապահով օղակը հոգեբաններն են, ովքեր աշխատում են իրենց ուղակի շահառուների հետ։ Մենք ուղիղ կոնտակտի մեջ չենք եղել տվյալ շահառուների հետ, որովհետև դա իրենց անձնական տվյալների գաղտնիության վտանգման
քայլ կլիներ։ Դրա համար մենք փորձել ենք հոգեբանների եւ այն կազմակերպությունների, ովքեր զբաղվում են բռնության ենթարկված անձանց հարցերով, իրենց ենք դիմել եւ իրենց միջոցով հավաքագրել ենք այս հագուստը։ Մենք հասկանում ենք, որ ոչ բոլորը կարձագանքեն ու բնականաբար ոչ բոլորն են արձագանքել, հասկանում ենք պատճառները, որովհետեւ հագուստը ինչքան էլ ուզում ենք պատկերացնենք, որ շուկայում միանման շատ հագուստներ կան, բայց իրենց միշտ կա մտավախություն իրենց մոտ, որ դա կարող է իդենտիֆիկացվել ինչ-որ մեկի հետ։ Դրա համար մենք փորձել ենք, եթե դուք նայեք յուրաքանչյուր պատմության վրա գրված ընդհանրապես տարիքը, սեռը եւ բռնության տեսակը։ Կոտրված ափսեներ, բաժակներ, գետնին հայտնված աթոռներ, որոնք որ այդ իրավիճակում հայտնվել են բուն բռնության պատճառով։ Մենք կտեսնենք ինչպես մեծահասակների, այնպես էլ երեխաների հագուստներ, որովհետեւ ոչ միշտ է պարտադիր, որ ընտանեկան բռնության զոհ դառնան երեխաները, այսինքն անմիջական կրողը լինեն ֆիզիկական բռնության, այլ նաև մենք տեսնում ենք, որ այդ երեխաները, ովքեր որ ականատեսն են լինում եւ մեծանում են բռնության մշակույթում, իրենք այդ ամբողջ տրավմաների կրողն են լինում։ Արձանագրված դեպքերի 2023 թվականի ընթացքում Շիրակի մարզում փաստացի արձանագրվել է հանցագործության 37 դեպք, ինչ խոսում եմ անչափահասների մասին է, թե հանցագործությունների դեպքերի քանակը շատ ավելի մեծ է, բայց 37 դեպքներ անչափահասների համար շատ է։ Դա 23 թվականին եւ այդ 37 դեպքերը կատարվել են 39 անչափահասի կողմից։ Իսկ 2024 թվականի ընթացքում արձանագրվել է 35 անչափահասի կողմից, կատարված 23 հանցագործության դեպք։ Այսինքն համեմատում ենք 23 թվականի 37-ը եւ 24 թվականի 23-ը, արդեն նվազում ենք տեսնում։ Այսօրվա միջոցառումը, եթե հոգեբանական տեսանկյունից վերլուծելու լինենք, ինքը շատ ավելի միտված է հասարակությանը ավելի զգայուն դարձնելու, որովհետև ոչ միշտ է, որ առհասարակ բռնության դրսևորումները տեսանելի են, որովհետև եթե ֆիզիկական բռնության հետևանքով ստացված վերքերը բուժվում են, ինչ որ ժամանակահատվածում դրանք ինչ որ կերպ անտեսանելի են դառնում, ապա դրանց թողած հոգեբանական ամբողջ այդ վերքերը մարդուն ուղեկցում են ամբողջ կյանքի ընթացքում։ Մեր ծրագրի հիմնական նպատակը այն էր նաև, որ երբևէ որևէ մեկը ձեզանից ներկաներից այնքան մոտ չզգար այն պատմությունները, որոնք այսօր այստեղ կախված են հագուստների տեսքով։ Եվ մեր ծրագրի նպատակը նաև այն էր, որ դուք երբեք որևէ հագուստի մեջ չտեսնեք որևէ ծանոթ բառ կամ դրվագ կամ հագուստ կամ պատմություն։ Բայց նաև ուզում եմ հասկանալ, որ մեզանից ոչ մեկը, ոչ դու, ոչ ես, ոչ մեկս երաշխավորված չենք դառնալու 16-րդ պատմությունը։ Ախորյան խոշորացված համայնքի Շիրակ բնակավայրում մզուր մանկապարտեզ է բացվել։ Գյուղի համար մանկապարտեզ կառուցվել է սուբվենցիոն ծրագրով, որի շինարարությունը տևել է 4 տարի։ Նորակառույց մանկապարտեզը պատրաստ է ընդունել նախադպրոցական տարիքի 50 երեխայի։ Մենք գալիս ենք իր կդարներ։ Շիրակ գյուղի ամենակրտսեր բնակիչների նոր լուսավոր անկյունը գյուղի կենտրոնում է, որտեղ հագեցած առօրյա է սպասվում փոքրիկներին։ 1075 բնակիչ ունեցող գյուղում մանկապարտեզ չի գործել։ Մինչև 1988 թվականը տարածքում սկսել են մանկապարտեզ կառուցել, միայն հիմնային աշխատանքներն են հասցրել կատարել։ Երկրաշարժից հետո կառուցումն անավարտ է մնացել։ 4 տարի առաջ 2021 թվականին հին հիմքերի վրա սկսել են գյուղի համար մանկապարտեզ կառուցել։ Շինարարությունը ընթացել է 2 փուլով։ Երկու փուլն է սուբվենցիոն ծրագրով է եղել, միայն գույքի եւ տեխնիկայի տրամադրումը եղել է ամբողջությամբ կառավարության կողմից։ Շինարարության մի մասը 2021-23 թվականներին է կատարվել, մոտ 500 քառակուսի մետր մակերեսի վրա մի հարկանի այս շենքն է կառուցվել։ Սուբվենցիոն ծրագիրն արժեցել է 70 միլիոն դրամ։ 23-ից 24 թվականներին կատարվել են տարածքի բարեկարգման գազաֆիկացման աշխատանքները։ Փուլային շինարարությունն ամբողջական ավարտվել է այս տարի։ Մեր երեխաները իրականում արժանի են լավագույնին եւ մենք փորձում ենք լավագույնը ստեղծել մեր երեխաների համար։ Երեխեք, շնորհավոր։ Մսուր մանկապարտեզն իր անունն ունի, Նռան է, այն իր հարկի տակ կարող է ընդունել 50 երեխայի։ Այս պահին մանկապարտեզ հաճախող նախադպրոցական տարիքի երեխաները 30-ն են։
Խաղասենյակներն ու ննջասենյակներն ապահովված են նոր գույքով, խոհանոցը անհրաժեշտ կահույքով ու սարքավորումներով։ Նախադպրոցական կրթության համար նռանեում կան բոլոր դիդակտիկ պարագաները զարգացնող խաղերը։ Ձևավորել ենք երկու խումբ՝ տարատարիկ կրսեր եւ տարատարիկ ավագ։ Երկար սպասված էր եւ ծնողների եւ երեխաների համար։ Հիմա բոլոր պայմանները ունենք, հագեցած է բոլոր սարքավորումներով, ամեն անհրաժեշտ պայմանները կան երեխաներին կրթելու եւ դաստիարակելու համար։ Գյուղը վերջապես ունեցավ մանկապարտեզ, ամենաշատն ուրախացել են փոքրիկների ծնողները։ Մանկապարտեզի բացակայությունը շարունակ խնդիրներ է ստեղծել նրանց համար։ Տասնյակ տարիներ գյուղի երեխաները հաճախել են հարևան համայնքների մանկապարտեզ, մինչև անգամ հասել են Գյումրի, ինչը գյուղում ոչ բոլորին է հարմար կամ հասանելի եղել։ Շատ ուրախ ենք, որ գյուղում մանկապարտեզ կա, այլ դժվարությունները չկան քաղաք տանելու, առավոտյան հեշտ չէր տանելը։ Անմարավետ շատ գեղեցիկ, ամեն ինչը լավ, երեխաների համար է հաճելի է։ Երևում է, որ իրանք լավ են զգում։ Չկան են հարմարություններ այստեղ, ծնողները ստիպված տանում են քաղաք, իսկ հիմա իշքան հաճելի է, որ իր գյուղի երեխան գնալու է իր գյուղի պարտեզը։ Միատեղ աշխատելու է նաև ծնողը։ Ախուրյան համայնքի բնակավայրերում գործող մանկապարտեզների թիվը 21-ն է, այդ թվում նորակառույց կամ վերանորոգված են 7-ը։ Ախուրյանի համայնքապետ Զավեն Մանուկյանը նշեց, այս տարի եւս 3 բնակավայրում կմեկնարկեն մանկապարտեզային շենքերի կառուցման կամ վերանորոգման աշխատանքներ, եւ Ախուրյանում փակված կհամարվի գյուղական բնակավայրերում մանկապարտեզների կառուցման ծրագիրը։ Այն բնակավայրերը, որոնք չեն ունենա նախակրթարաններ կապված բնակության թվի հետ եւ շահառու երեխաների թվի հետ, համայնքը պատրաստ է հարակից բնակավայրեր տանել նախակրթարաններ ամբողջ ծախսը վերցնելով համայնքի վրա։ Մի քանի օրից նորակառույց մանկապարտեզի շենք կնվիրեն Բահրամապեշտ գյուղի երեխաներին։ Կառուցման ծրագիրը դարձյալ սուբվենցիոն է պետություն, համայնք համաֆինանսավորմամբ։ Մարինե Տիրբինյան, Արչեմ Խաչատրյան, Հորիզոն։ Այժմ լրացի եւս սպառված է։ Ծանոթացեք նորությունների ժամը 20-ին։